Հիմա շրջանառվում է այն թեզը, որ հայերի մասշտաբային այս ազգային երազանքները անիրագործելի են և պետք է սահմանափակվել այն ամենով, ինչ կա, ինչ ունենք այս պահին և ոչ ավելին։ Մասնավորապես օրինակ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ազգային երազանքները որակել է որպես ամորֆ և ժելեի նման մի բան։ Միգուցե ինքը ուզում է կամ նման մեսիջներ ներկայացնողները, որ մարդկանց ուղեղը դառնա ամորֆ և ժելեի պես, և սա իսկապես աշխատող տարբերակ է, բայց բազմաթիվ օրինակներ ունենք, այդ թվում առաջերտին Ադրբեջանը, որը որ 94 թվականին չհրաժարվեց Արցախից, Ղարաբաղից, և ամեն ինչ արեց, որ ստանա։ Մենք տեսնում ենք, որ նաև մենք քրիստոնյա ազգ լինելով գիտենք, Աստվածաշունչն ամբողջությամբ այդ մասին էր, որ հավատում ես, ստացվում է։ Ինչ եղավ մեր գիտելիքը և պատմական փորձը, ինչ եղավ մեր գրագիտությունը, ինչ եղավ մեր արժեքների հետ։ Ադրբեջանը արեց այն, ինչի մասին մենք հիմա ուզում ենք խոսել նեգատիվ առումով, մոռանալ և չանել։ Ինչով ենք Ադրբեջանից թույլ և վախկոտ, ինչն է խնդիրը։